Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերին։ Ռուսաստանը Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը Հայաստանի ինքնիշխան որոշումն է համարում, սակայն Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությանն օբյեկտիվ կներկայացնեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները եւ միությունից դուրս գալու հետևանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա կրկնել է ռուսական կողմի նախկին հայտարարությունը, հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միություններում։ Միխայիլ Գալուզինը նշել է նաեւ, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։ Հիշեցնենք, Հայաստանի ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմ է հայտարարել աշխարհին։ Սպիտակ տանն ունեցած ելույթում նա հայտնել է, որ մաքսատուրքերը սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա ապրիլի 2-ն անվանելով ազատագրման օր, ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր։ Մաքսատուրքերը չեն շրջանցել նաև Հայաստանը, մեր երկրից ներկրվող ապրանքների համար դրանք կազմում են 10%։ Նույնը վերաբերում է նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Թրամփը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի արտասահմանյան արտադրության բոլոր մեքենաների վրա։ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկյան վարչակազմի անդամների, այդ թվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Ստիվ Ուիտկոֆի հետ։ Վերջինը նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում։ Դմիտրիևը ռուսաստանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո պետական առաքելությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ։ Առայժմ չի հաղորդվում, թե ինչ են քննարկել Դմիտրիևը եւ Ուիտկոֆը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հունգարիա է մեկնել իր պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ բանակցությունների։ Սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է Եվրոպա 2024 թվականի նոյեմբերից հետո, երբ միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր տվեց։ Հունգարիան որպես դատարանի անդամ երկիր պարտավոր է ձերբակալել Նեթանյահուին, սակայն Վիկտոր Օրբանն անձամբ է իր աշխիքներ տվել, որ Իսրայելի վարչապետը Բուդապեշտում չի ձերբակալվի։ Օրբանը նաև առաջիններից էր, որը դատապարտել է Իսրայելի վարչապետի ձերբակալելու միջազգային քրեական դատարանի որոշումը, այն ցինիկ եւ միանգամայն անընդունելի որակերով։ Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, ավելի քան 4715 մարդ վիրավոր է։ Երկրաշարժից 3 օր անց շենքերի փլատակների տակ մնացածներին ողջ գտնելու հույս գրեթե չկա։ Հրկայական աշխատանքները դժվարացել են նաև շոկ եղանակի պատճառով, ջերմաստիճանը հասնում է մինչև 40 աստիճանի։ Մանդալայի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու է, շոկն արագացրել է զոհվածների մարմինների քայքայումը։ Դա կարող է դժվարացնել նրանց նույնականացումը։ Ապրիլի 1-ից երկրում մեկ շաբաթյա սուգ է հայտարարված։ Հայաստանի կառավարությունն այս տարի կսուբսիդավորի գյուղատնտեսական ապահովագրավճարի մինչև 80%-ը։ Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշտ, բնական ռիսկերի քարյակից հնարավոր է ապահովագրել 13 մշակաբույս։ Գործադիրը ներկայացրել է գյուղապահովագրության գործընթացի մանրամասները։